Ինչպես կարող է լինել, որ պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ արդարացնեք, ինչ որ պահից, X պահից, երբ որ արդեն պաշտոնի չեք, ամեն ինչ քննադատեք։ Իշխանությունն է փոխվել։ Դուք համերաշխ եք գաղափարի հետ, որ Փաշինյանը ճանաչում է Արցախ-Ադրբեջանի կազմում։ Ինչև այսօր, հենց հիմա դեռ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչել։ Դուք կարծում եք Արևմտյան Ադրբեջանի ժողովուրդը պետք է գա Հայաստանում ապրի։ Ալիևն է կարծում, որ պետք է գա ապրի, եւ մեր իշխանություններն էլ բերելու է իրան, եթե վերընտրվի։ Ադրբեջանցիներին Հայաստանում։ Բա ինչ անելու։ Մի հատ ինչ որ բան կա, որ Ալիևն ասելա չի եղել։ Այն ինչ որ իրանց հետ ստորագրում են, հակասության մեջ է մտնելու պայմանագրի հետ, այսպես կոչված, եւ ուժ չի ունենա։ Եվրամիությունն էլ չի հասկանում ինչ ասել, կարդալ չգիտի Եվրամիությունը։ Ձերիդ կոզերը, եթե դա կոզեր է, արդեն տվել ես իրանց։ ԵԱԿ Մինսկի խումբը լուսարելով։ Դու չեղած բանը ո՞նց ես ուզում փոխանակես։ Բարի գալուսի վիլներ տաղավարում հյուրընկալել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Բարի ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Մարուքյան, այն ընթացքում, երբ դուք հատուկ հանձնարարություններով դեսպան էիք, սա մի ընդհանրական հարց եմ ուզում ձեզ տալ։ Երբ դեսպանի պաշտոնն էիք զբաղեցնում եւ մենք այս տաղավարում տարբեր տաղավարներում հարցազրույց էիք ունենում, բոլոր քննադատական հարցերին, որոնք տրվում էին իշխանության գործողությունների վերաբերյալ, արտաքին հարաբերությունների հատկապես կոնտեքստում, դուք դրանք պաշտպանում եք եւ չգիտեմ, արդարացնում եք, պաշտպանում եք, ասում եք, որ ամեն ճիշտ է։ Այն պահից, երբ հրաժարական տվեցիք, սկսեցիք ցանկացած քայլ գրեթե ամենօրյա ռեժիմով, ձեր լայվերով քննադատել։ Ասացեք տրամաբանությունը խնդրեմ, ինչպես կարող է լինել, որ պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ արդարացնեք, ինչ որ պահից, X պահից, երբ որ արդեն պաշտոնի չեք, ամեն ինչ քննադատեք։ Սկսենք ընդդեղից, որ պաշտոնավարման ժամանակ ամեն ինչ չեմ արդարացրել։ Ինչի մասին ձեզ հարցրել են։ Ինձ հարցրել են արտաքին քաղաքական մասով, ասեմ ես ձեզ, որ հիմա ի՞նչն ենք մենք քննադատում։ Քննադատում ենք, որ Հայաստանը ԵԱԿ Մինսկի խումբը լուծարել է։ Դրա դիմաց ոչ մի բան չստանալով։ Երբ որ ես պաշտոնավարում եի ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման հարց, Հայաստանի Հանրապետության առաջ չկար դրած, եւ Հայաստանի Հանրապետությունը չէր ուզում լուծարել Մինսկի խումբը։ Երկրորդը, կար Արևմտյան Ադրբեջանի նարատիվ, որ փորձում են առաջ մղեն։ Հայաստանը, երբ որ ես պաշտոնավարում էի, ուներ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, մեկ, որ մարդիկ իրավունքներով եւ անվտանգությունով պետք է այնտեղ ապրեն, միջազգային չափորոշիչներով, միջազգային մեխանիզմներով եւ նրանց կարգավիճակի հարց պետք է քննարկվի, այսինքն հատուկ քննարկումներ կա դրա վերաբերյալ։ Ես չեմ պաշտոնավարում, այդ հարցը փակվել է։ Հայաստանի Հանրապետությունը այդ հարցը օգոստոսի 8-ին փակել է Վաշինգտոնում եւ փակել է ոչ մի բանի դիմաց, որտեղ Ադրբեջանը չի փակել Արևմտյան Ադրբեջանի թեզը։ Ես երբ որ պաշտոնավարում էի, մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկան անկլավներ եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անկլավի հարց չունի Ադրբեջանի հետ։ Ապացույցներ պահանջել են չեն ներկայացրել։ Այդ հարցն էլ այդ ձևով գնում։ Ես երբ որ պաշտոնավարում էի, դելիմիտացիա եւ դեմարկացիայի շրջանակներում պետք է սինխրոն կողմերը դուրս գային իրենց զբաղեցրած տարածքներից, եթե կոնկրետ ճանաչված քարտեզով Հայաստանի Հանրապետության զորքերը առաջ կկանգնեին գծից, նույնը Ադրբեջան։ Պետք է ինչպես էր պետք Ադրբեջանը դրան համաձայնել էր։ Ես մեր պաշտոնական դիրքորոշումներն եմ ասում։ Ադրբեջանը չի համաձայնել, որ Հայաստան կա ընդհանրապես։ Հիմա ի՞նչն է քննարկում։ Պաշտոնական դիրքորոշումը կարող է լինել։ Ես կարամ հիմա ժամերով ասեմ, որ այն ինչ որ ես իմ ժամանակ, իմ ներդրումը ունենալով ասել եմ, ոչ ես դեմ եմ, մենք դեմ պետք է լինենք ու մենք դեմ ենք եղել։ Ու չեմ ասում իմ պատճառով ենք դեմ եղել, բայց իմ կարծիքը դեր է խաղացել։ Իմ դուրս գալուց հետո Հայաստանը պայմանավորվել է հրաժարվի միջազգային դատարաններում մեր դատական գործերից։ Իմ հրաժարականից հետո Հայաստանը համաձայնվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանակից շրջաններից պետքա դուրս գան երրորդ ուժերը, այսինքն Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։ Երբ որ խաղաղությունը կնքվի, դեպի Հայաստանի Հանրապետությունը այդ կետին չի համաձայնվել, երբ որ ես եղել եմ բանակցային թիմում։ Չի համաձայնվել։ Ոչ մի պարագայում չի համաձայնվել։ Էլի կարամ շարունակեմ։ Ուզում եմ ասեմ, ձեր ասած տրամաբանությունը, այսինքն ես պաշտպան, ես մինչև հիմա։ Նաև այս տաղավարում, ես մինչև հիմա պաշտպանում եմ այն կարմիր գծերը, որոնք մենք այն ժամանակ ֆիքսել ենք։ Այսինքն ոչ թե ես եմ փոխվել, իշխանությունն է փոխվել։ Դեմար ես իհարկե է փոխվել։ Տոտալ։ Շատ տոտալ։ Այս տաղավարում, այսինքն մենք ադրբեջանական նարատիվներ ենք հիմա սպառում։ Այդ թվում այս տաղավարում դուք օրինակ պաշտպանել եք Պրահայի հայտարարությունը։ Հետո նաև այս տաղավարում եւ ոչ միայն այս տաղավարում քննադատել եք այդ հայտարարությունը, որ Հայաստանը վերջի վերջո ճանաչեց Լեռնային Ղարաբաղը ուրեմն Ադրբեջանի կազմում։
Նման չկա նման բան, ես այս տաղավարում ասել եմ, որ Պրահայի հայտարարությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը իրար ճանաչում են։ Եվ ասել եք Սոչին բացեք հաստատվեց Պրահայում, որից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնացել են Սոչիում նույն հայտարարությունը ստորագրվել է եւ նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարությունը նույնպես այդտեղ արձանագրվել է։ Սոչիում Պրահան վերահաստատվեց, այսինքն ռուսները դեմ չեն եղել դրան, ֆիքսենք։ Չի եղել այդպես բան։ Որից հետո Հայաստանի Հանրապետությունը հետևողական չի եղել Պրահայում ձեռք բերված Ադրբեջանի կողմից որպես պարտավորություն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ունենա իրավունքներ եւ անվտանգություն։ Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանել իր նախապես ունեցած պայմանավորվածությունները եւ միակողմանիորեն մնացել է ձեռնունայն ինքը ճանաչելով Ադրբեջանը ոչ։ Հայաստանի Հանրապետությունը շարունակել է թվերը փոխել, երբ որ պաշտոնավարում է Հայաստանի Հանրապետության քառակուսի կիլոմետրը Նիկոլ Փաշինյանի ասելով 29800 էր։ Հետո դարձել է 29743։ Ինձ համար անհասկանալի պայմաններ։ Շատ լավ, երբ որ այդ ժամանակ Հայաստանը ասում էր, որ ճանաչում է իրար հետ, այսինքն ինքը ընտիր հարց է, սա շատ լավ հնարավորություն է ցույց տալու, թե ոնց է իշխանությունը ինքը իր կարմիր գծերը հաստատած, հայտարարած։ Հերթով այսենց հանձնել Ադրբեջանը։ Երբ Հայաստանը ասում էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ձեզ համար պարզ չէ, որ ճանաչում է նաև Արցախը ներառյալ։ Ինձ համար պարզ էր հետևյալը, որ դա պայմանավորվածության արդյունք է, որտեղ կան միջազգային խաղացողներ, որոնք որ երաշխավորում են հայկական Արցախի լինելիությունը։ Այսինքն մեր խնդիրը հայկական Արցախի են գաղափարի հետ, որ Փաշինյանը ճանաչում է Արցախ Ադրբեջանի կազմում։ Արցախի հայկական լինելու պարագայում, այո, որևէ մեկը դա չի վիճարկում։ Արցախը, եթե լինում է հայկական, այսինքն այնտեղ կոնկրետ լինում է հատուկ ռեժիմ։ Օրինակ, երբ որ մենք նոյեմբերի 9-ին ենք ստորագրել, Արցախի տարածքը ում միջազգային տարածքն է համարվել։ Բայց հայերը 150,000 մարդ ապրել են, աղոթել են մեր եկեղեցիներում, գնացել են Մեսրոպ Մաշտոցի։ Հատուկ ռեժիմի մասին խոսք չկար Պրահայի հայտարարության մեջ։ Կար իրավունքներ եւ անվտանգություն։ Դրոշ կա, զինանշան կա, անվտանգային ուժեր կան, խաղաղապահներ կան։ Այսինքն դուք մտածում եք Հայաստանը հետեւո պետք է բաներ Արցախի միջազգային ճանաչման հարցը բարձրացրել, հա։ Հայաստանը Արցախի չի բարձրացրել, ի՞նչ է բարձրացրել։ Ես խոքից հարմարում եմ, որ այս քննարկումը դեռ շարունակում է լինել, ինչու, որովհետև նոյեմբերի 9-ի ստորագրումից հետո մեր կառավարության 21 թվականի ծրագիրը հետևյալն է. հասնել նրան, որ լինի հայկական Արցախ։ Հիմա դա այնտեղ անջատում հանուն փրկության մոտեցումով է, թե նոյեմբերի 9-ի ստատուս քվոն պահելով, որ հայերը ապրեն։ Հայաստանը ռեսուրսներ դրան հասնելու։ Վստահաբար։ Ինչպես։ Հիմա քննարկում ենք, ասում կարմիր գծեր։ Կարմիր գծերը կարող է սպասել, հայտարարես, բայց այդ կարմիր գծերը պետք է սպասարկես։ Երբ օրինակ 2020 թվականի սեպտեմբերին Ջերմուկի վրա հարձակում է տեղի ունենում եւ Հայաստանը պաշտպանություն չի գտնում, եւ ըստ այդմ նաեւ Գդարենցելը գնում է Պրահա եւ ստորագրում է համապատասխան հայտարարությունը, ինչպես պետք է սպասարկեր։ Դա եղել է նաեւ մեծ սպառնալիք, օրինակ տեսեք, մենք ունեցել ենք Շարլ Միշելի հետ հանդիպում, չէ, օգոստոսի 30-ին։ Օգոստոսի 30-ին Հարձակումը տեղի ունեցել սեպտեմբերի կեսին, 13-14, չէ։ Այսինքն Եվրոմիությունում մեր ունեցած հանդիպումից 13 օր անց մեր վրա տեղի ունեցել ագրեսիա։ Եվ մենք մնացել ենք մեն միայնակ։ Մեր բոլոր միջազգային դաշնակիցներով, Ռուսաստանի Դաշնությունով, ՀԱՊԿ-ով, ամեն ինչով մենք մնացել ենք մենակ։ Հետաբար Պրահայի կոնտեքստը Հայաստանում բանը արված էր, այտենց Պրահան, մի բան էլ ձեզ ասեմ, Հայաստանի Հանրապետությունը Պրահայում իր արված հայտարարությամբ մինչև այսօր, հենց հիմա դեռ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչել։ Մենք դա ճանաչելու ենք նախաստորագրված խաղաղության այսպես կոչված համաձայնագիրը, երբ որ կմտնի ՀՀ սահմանադրական դատարան, սահմանադրական վերահսկողություն կանցնի, որից հետո կմտնի ՀՀ խորհրդարան, խորհրդանում կվավերացվի, նոր մենք կարող ենք ասել, որ մենք ճանաչեցինք։ Այն նույնն էլ Ադրբեջանը։ Հետևաբար նույնն էլ Ադրբեջանը, բայց մենք քաղաքական հայտարարությունների պարագայում արել ենք, որ ճանաչում մնացել ենք միակողմանի դաշտում։ Ինչու, որովհետև մենք հայտարարել ենք Ադրբեջանը, այսինքն մենք մեր մասը արել ենք, չէ՞, Ադրբեջանը իր մասը չի արել։ Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կիլոմետրը չի նշել։ Քարտեզ։ Ամենակարևոր բանը քարտեզ։ Այ երբ որ ես պաշտոնավարում էի, Հայաստանը չէր կարող ստորագրել խաղաղության համաձայնագիր, եթե քարտեզ կոնկրետ չկար։ Հիմա ստորագրել է առանց քարտեզ։ Այսինքն այդպեսին է դիրքորոշումը Հայաստանի։
Այո, պատկերացնեք տարբերությունն ինչ է։ Այսինքն Հայաստանը գնացել է Վաշինգտոն, 70-ականների քարտեզներն են։ Ինչ քարտեզներ։ 74-ից 8 թվականի մի քարտեզ չի, դա բազմաթիվ քարտեզներ են, որ միացված են եւ ասում են Հայաստան-Ադրբեջան սահմանը։ 73 քարտեզով պետք է ճանաչվի։ Դա գնա մեր անոնցում մեխած դիրքորոշումը։ Հետո այդ դիրքորոշումը էլի անհասկանալի, չգիտեմ ոնց, տրանսֆորմացվեց, որ 70-ականների ինչ որ քարտեզներ, հետո 29-800 դարավ, պատկերացնեք, մեր վարչապետը երակողմ, քառակողմ հայտարարություններ նախաձեռնում, դրսում, չէ, որտեղ որպես երկրի ղեկավար ասում եմ մեր քառակուսի կիլոմետրը 29800 է։ Մակրոնը, Շարլ Միշելը, այն մյուսները գրում են 29800 այդ հայտարարության մեջ։ Հետո մի օր իրա երկում կամ ասում են 29743-ը։ Մեզ ով է լուրջ վերաբերվել։ Ու դուք ուզում եք որ ես դրանից հետո ասեմ Աշարի ջան, սա նորմալ է։ Всё хорошо։ Չեմ ասում սա նորմալ է։ Կարող է լինել կոնկրետ բաներ, որոնք նորմալ են եւ պետք է ասել որ նորմալ են։ Կոնկրետ բաներ։ Օրինակ օրեր առաջ ինչ որ նախագիծ կար, Կարպիսը Փաշյանի շացրեց ինձ բանում ոդկասթում։ Ինչ որ նախագիծ կա, որ եթե բարերարը ֆինանսավորում է որևէ բուհի կամ ուսանողության, հա, ինքը այդ չափով հարկերից ազատվում է։ Ես ողջունում եմ դա։ Լավ նախաձեռնություն, այո։ Միայն դա։ Վերջին լավ լուրն, որից ասում են լավ բան չկա, լավ բան էլ ասա, լավ բան կա, այո։ Վաշինգտոնյան համաձայնությունները դուք դրանից հետո չեք եղել մեր ստուդիայում, դրա համար եմ հարցնում։ Դուք համարում եք, որ Հայաստանը այդ Վաշինգտոնյան համաձայնություններով օգոստոսի 8-ի միջանցք է տվել։ Ուրեմն Վաշինգտոնը հայտարարություն է եղել ձեր կողմից, այո։ Օրինակ Վաշինգտոնյան համաձայնությունները, որ մենք ասում ենք, մենք պետքա դրանք տարանջատենք։ Կա հռչակագիր, որը կազմվել է Ադրբեջանի կողմից, Միացյալ Նահանգներին է ներկայացվել, Միացյալ Նահանգները ներկայացել է Հայաստանին, Հայաստանում բանով անգլերեն vocabulary-ները դրել են, բառարաններով, բառերը ստուգել են, մտածել են, որ իրանց օգուտ բան, հա։ Դե իրանց ասեն, որ էսա ինչ որ կա։ Ուզում եք ուզեք, չեք ուզում մի ուզեք։ Ադրբեջանը կազմել ներկայացրել է Միացյալ Նահանգների, Միացյալ Նահանգները Ադրբեջանն է կազմել։ Ինչի եք այդպես կարծում։ Որովհետև վարչապետը ազգային ժողովում ամբիոնից ասավ, երբ որ մենք տեքստը ստացանք, գնացինք բառ առ բառ թարգմանեցինք ու տեսանք, որ սա մեր ուզած բան է։ Շատ լավ, բայց դա չի նշանակում Ադրբեջանն է կազմել։ Եվ կա Եվրոմիության արդեն ուսումնասիրություններ, որ ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսներն են փոխանցել նախագիծը Վիտկոֆին։ Եվ Վիտկոֆը Ամերիկայից Զելենսկուն։ Եվ դուք դա էքստրապոլացնում եք Հայաստանի վրա։ Ես դա էքստրապոլացնում եմ, բայց Փաշինյանը լինելով շատ դեպքերում անկեղծ ազնիվ մարդ, մինչև ԵՄ բանակցությունների բացահայտումները ռուս-ուկրաինական կոնտեքստում ինքը մեր ամբիոնից ազնիվ ասավ, մենք որ տեքստը ստացանք, դու երբ որ բան ես բանակցում, չես կարող տեքստը ստանաս, դու բանակցում ես տեքստը բառ առ բառ։ Չէ, տեքստը կարող ես խմբագրել, ուղարկել քո counterpart-ին, այսպես ասած, նա խմբագրի հետ ուղարկի։ Այսինքն ինքը բառերը գրում է, դու տեքստը ստանաս։ Ինքը բառերը գրում է, դու թարգմանում ես։ Ինքը անգլերեն բառեր գրում, դու թարգմանում ես։ Ես կարծում եմ, որ եղել է լոբինգ, որ լավ ինչ անենք, որ այս միջանցքը վերցնենք, սանոնը ինչ դնենք, այդտեղ կա նաև իսրայելական հատվածը բնականաբար լոբինգի, եւ հանգել են նրան, որ անունը կդրվի Թրամփյան բան։ Թրամփը ուրախ կլինի ընդունել օվալ կաբինետում, բոլորին դիմավորել եւ այլն եւ այլն, սակայն հայկական կողմը դրա դիմաց կարող էր, տեսեք ինչ եմ ասում, կարող էր, եթե բանակցության կողմ լիներ, բանակցեր, չեմ այդ բանակցող ունենայինք այնտեղ, ստանալ շատ բաներ, որը չի ստացել։ Ափսոսում եմ, հասկանում ես, եղբայր, ափսոսում եմ, որ օրինակ օրեր անց, ամիսներ անց վարչապետը կարա Համբուրգում ասի օրինակ ես Արևմտյան Ադրբեջանի հարցը ցավոտ հարց ասա։ Սա ախր ես առաջարկում եմ, այսինքն ինքը Վաշինգտոնը այդ հարցը չի փագե, բայց առանց այդ հարցը փագելու ԵԱԿ Մինսկի խումբը լուծարել է։ Դրան հիմա կանդրադառնամ։ Եկել է բանում ասում է ես առաջարկում եմ։ Բայց այնուամենայնիվ այդ տեքստում կա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, այն բոլոր անհրաժեշտ բառերը, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության, իրավազորության մասին դրույթներ, դու կարծում եք Ադրբեջանը եթե մշակեր այդ տեքստը դրույթները կմտցներ դրա մեջ։ Այո, որ Հայաստանը դա ժողովրդին ներկայացներ։ Ուրեմն լսեք։ Վիտկոֆի կողմից հրապարակված, այսինքն Վիտկոֆին տրված եւ այնտեղ հրապարակված փաստաթղթում հենց սկզբից արձանագրում է Ուկրաինան ինքնիշխան է։ Ինքնիշխան է, բայց պետք է դե ֆակտո SSR տարածքները ճանաչվեն Ռուսաստանի
վերահսկողության տակ, պետքա բանակը սահմանափակվի, պետքա էս լինի, պետքա այն լինի։ Դուք երկու փաստաթղթերը դրեք սեղանին եւ տրամաբանություն տեսեք։ Սկզբից ֆիքս Հայաստանի ինքնիշխան է, բայց պետքա մի հատ ճանապարհ լինի, որի անունը Trip է, ու անխոչնդոտ պետքա անցնեն, որի հարցեր տալի ասում ես ով է կանգնելու դրա վրա, ստուգի ասում են դետալները չենք քննարկենք իմանալ։ Չէ, հայկական կողմից ասվել է, որ հայկական սահմանապահները պետք է կանգնեն։ Ոչ, ասվել է։ Ոչ, ասվել է, որ նոր տեխնոլոգիաներ կդրվեն։ Չէ, նոր տեխնոլոգիաներ էլ կդրվեն, բայց անպայման հայկական վերահսկողություն է լինելու, դա կոնկրետ հարցեր են տրվել, կոնկրետ, եւ ասվել է, որ դետալները քննարկված չեն։ Եվ դետալները Ամերիկայի հետ քննարկված չեն։ Կներեք, եթե ինչ ընկերություն է լինելու, քանի տարով, ինչպես է կառուցվելու եւ այլ, դրա մասին։ Այդ գիշեր, երբ որ ստորագրում էին։ Մեր մոտ գիշեր էր, լավ։ Ես ուղիղ եթեր մտա, եւ իմ կարես բառը ընտրել, տարակուսանք։ Եվ իմ տարակուսանքը արտահայտեցի այն առումով, որ եղբայր Ալիևն չի այդ դուտը մեր այդ ստորագրում։ Պատկերացնենք մենք Զվարթնոց օդանավակայան ուզում ենք անվանակոչենք նախագահ Թրամփի անունով, որը խոստանում է $50 միլիոն ներդրում անել Զվարթնոց օդանավակայանում։ Ինչու՞ կա այդ դրույթը դրան։ Ալիևն էլ ստորագրի այդ թղթերը, հա? Ալիևը կարա այդ թղթերը ստորագրի կամ Կոբախիձեն, կարա։ Դուք այդ պայից սկսած ախր ես մտել եմ եթեր ու իլուր աշխարհի, իլուր հայ ժողովրդի, ասեմ ժողովուրդ, ստեղ մի բան են չի։ Հետո բնականաբար մեր սիրելի վարչապետը եկավ խորհրդարան ու ասեց, երբ որ մենք թղթերը ստացանք, մենք տարբեր բառարաններով անգամ ասում թարգմանեցինք այս բառերը այդ սկզբի։ Այդ որ դուք ասում եք, այդ որ լավ բառեր է։ Ու տեսանք որ սա այն է ինչ որ մենք ուզում ենք։ Դե այն է ինչ որ դուք ուզում եք, դե մի գնացեք Արևմտյան Ադրբեջանի ժողովրդին դիմավորեք։ Դու կարծում եք Արևմտյան Ադրբեջանի ժողովուրդը պետք է գա Հայաստանում ապրի։ Ես չեմ կարծում պետք է գա ապրի, Ալիևն է կարծում որ պետք է գա ապրի, եւ մեր իշխանություններն էլ բերելու է իրան, եթե վերընտրվի։ Ադրբեջանցիներին Հայաստան։ Բա ի՞նչ է անելու։ Մի հատ ինչ որ բան կա որ Ալիևն ասել է չի եղել։ Այս իշխանությունը դրա դեմն առել է։ Չէ՞ մենք փորձ ունենք, չէ՞։ Այսինքն մենք ինչ ենք քննարկում։ Մենք մտածում ենք որ կներեք, երբ որ մի հատ հարց կա, Ալիևը 2025 թվականի ապրիլ-մայիսին իր լրատվամիջոցներով նոր հարձակման եւ նոր էսկալացիայի ֆոն էր ստեղծում։ Դուք ինքներդ լավ գիտեք դա ինչպես է տեղի ունենում Ադրբեջանում։ Մենք վախեցել ենք պատերազմից եւ հանձնել ենք Չէ։ Ես նկատի ունեմ իրենք ասում են որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի, պետք է զգոն լինել եւ այլ եւ ամբողջ լրատվադաշտը կալիբրազից սկսած մյուսներով վերջացած խոսում էին դրա մասին։ Եվ այստեղ արդեն ակնկալիք կար, սպասում կար, որ դա պետք է տեղի ունենա։ Բայց ի վրա էին հարձակվելու մեր։ Չգիտեմ ինչի վրա էին հարձակվելու։ Ինչ է, օրինակ հարձակվելու էին, ինչ ան։ Չէ, ես նկատի ունեմ հարձակման եւ էսկալացիայի հողեր նախապատրաստվում։ Ինքներդ լավ գիտեք ինչպես է 2022-ին էլ այդպես եղել, դրանից առաջ էլ դրանից հետո էլ։ Բայց Ամերիկայի միջնորդությամբ ինքը գնում է ստորագրում է փաստաթուղթ, որի տակը գրված է տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն։ Ինչու եք դու սրա դերակատարությունը նվազեցնում եւ բարձրացնում օրինակ անխոչնդոտացման դերակատարությունը։ Ուրեմն ես որևէ դերակատարություն չեմ նվազեցնում։ Ես կարծում եմ, որ ուռճացված ռոպագանդայի տար է եւ հիբրիդային պատերազմի հստակ գործիք հայ ժողովրդին վախեցնել պատերազմով եւ շատ կարճ ժամանական ստանալ դրա դիմաց զիջում։ Հիմա դա կարա լինի միտեղ փոքր էսկալացիայով, կարա լինի տեղեկատվական հիբրիդային էսկալացիայով, եւ ես կարծում եմ, որ մենք ունեինք իրավիճակ, որ Սյունիքի մարզի վերաբերյալ կոնկրետ համապատասխան է իրենց պահանջած այդ Զանգեզուրի միջանցք, բան է, նոր չմտնենք այդ տերմինաբանության մեջ, այդ քննարկումների վերաբերյալ էր դա։ Այդ քննարկումների վերաբերյալ էր, բայց անգամ այդ քննարկումների իմաստով, որ ասում են կմտնեն կարիդորը կճղեն, կկտրեն բանման, ես դա չէի տեսնում։ Ես կարայի կանխատեսեի օրինակ լարվածություն դեպի օրինակ Գեղարքունիքի մարզ, բայց ոչ Սյունիքի։ Որտեղ այդտեղ Իրանի Իսլամական Հանրապետություն կա վերջին հաշվով։ Բայց ամեն դեպքում ճանապարհի մասով եմ ասում, ես որտեղ այդ իմ ծառայության վայրն է, այստեղ եմ ծառայել։ Ամեն դեպքում ես ասում եմ հետեւյալը, որ այդ փաստաթուղթը, որը հռչակագիր է, որը նորմատիվ իրավական ակտերի մեր օրենսդրության համաձայն, ոչ էլ Ադրբեջանի որևէ գործընթաց չի անցել, եւ դա ոչ մի բան չի նշանակում։ Դա հերթական քաղաքական հայտարարությունն է, որ տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանություն։ Իրավազորություն, Արևմտյան Ադրբեջանի նարատիվը, ախր մենք սխալ ենք արձագանքում։ Տարածքային ամբողջականություն մասին չի արշալույս։ Իրանք ասում են մենք, եղբայր, ուզում ենք գանք մեր ապրած գյուղերում ապրենք։
Չեն ասում մենք ուզում ենք գանք մեր գյուղերը կպցնենք Ադրբեջանին։ Հասկանում եք։ Մենք ուզում ենք գանք մեր գյուղերում ապրենք։ Եվ կարողա ոչ հայկական ազնագերով, ադրբեջանական ազնագերով։ Իրենք ասում են, որ պատրաստ են։ Այդ էլին ասել, հա, շատ լավ է։ Մի երկու տեղ տեսել եմ։ Շատ լավ է ուրեմն։ Ուզում են նաև հայկական ազնագրեր։ Հիմա այդ ուղերձի դեմ Հայաստանի Հանրապետությունը ինչ ասում։ Ասում է, եկեք Ղարաբաղի հարցը փակենք, այդ են դեպքում, որ ինքը արդեն փակել է։ Հասկանում ես, դու ձերիդ կոզերը, եթե դա կոզեր է, արդեն տվել ես իրանց։ ԼԵԱԿ Մինսկի խումբը լուծարելով։ Դու չեղած բանը ո՞նց ես ուզում փոխանակես։ Ոնց որ ես մի բաժակ ջուր արդեն խմազին եմ, քեզ Մաշարի ջան, ես ջուր ունեմ։ Ես ջուր չունեմ։ Ես ջուրը խմել եմ Վաշինգտոն։ Նույն ձև կարող ենք պնդել, որ իրենք էլ հնարավորություն եւ որևէ փաստական հիմք չունեն նման բան պնդումներ անելու։ Անում են ռոպագանդայի, անում են Արևմտյան Ադրբեջանի նարատիվը։ Դա պնդում չի։ Այսինքն որևէ նկատի ունեմ որևէ ինչ որ չգեմ, իրավական հիմք չունեն դա առաջ տանելու։ Ոնց չունեն իրավական։ Ինչպես ունեն։ Մարդիկ պետական ֆինանսավորմամբ համաժողով են անցկացնում։ Չէ, օգոստոսի 8-ից հետո եմ ասում։ Քանի որ Հայաստանի կյանքը իշխանությունները հայաստանականորեն բաժանել են օգոստոսի 8-ի առաջ եւ 8-ից հետո, ուզում եմ 8-ից հետո, օքեյ։ Տիտանիկի խորտակումից առաջ եւ հետո։ Մարդը կոնֆերանս է անում, նախ մի հատ գնում է Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի ինչ որ ելույթ ունենում, ասում է Սևան Գյոչյան, հա դեից է սկսվում։ Մի քիչ անց տեսնելով նաև մեր արձագանքները, չէ՞ որ Հայաստանում այդ արձագանքները կան, նաև վարչապետի, Վաշտոնյան անձանց գնում է վերադարձ պատմական հողեր, թե ոնց էր վերնագիրը, հիմա բառացի չթարգմանեմ։ Համաժողովին, որը ֆինանսավորում է ինքը։ Ելույթ ունենում, ասում է հայերը բարբարոսաբար ոչնչացրել են մեր մշակույթը, մեր եղած չեղածը, մեր ամեն ինչը Հայաստանում այսօրվա, որ Արևմտյան Ադրբեջան ենք մենք համարում, մենք ու ասում տոպոնիմները, տեղանունները, բաները պետքա լրիվ մեր հին վերադարձվեն, օրինակ Վարդենից չի ասում Բասար Գեչարա եւ այլն եւ այլն։ Եվ ասում մենք պետքա խաղաղ մարդը որևէ պատերազմում մեզ չի սպառնացել։ Մեզ պատերազմում այսօր սպառնում միայն մեր իշխանությունը։ Ալիևը մեզ պատերազմում չի սպառնում։ Ասում մենք խաղաղ ասում են ոչ։ Խաղաղ գալու ենք Հայաստան։ Դի գանք այդտեղ ապրենք։ Հայաստանցիներ ասում են ոչ։ Հայաստանից ցտեսություն։ Հայաստանից չեն ասում ոչ, այդքան դուխ չունեն որ ասեն ոչ, ասում են դա վտանգավոր թեզ է։ Հայաստանից ոչ ասող դուք չունեք։ Ոչ ասող չկա։ Մտեք իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում իմ Twitter-ը նայեք տեսեք, ոչ ասող ով էր։ Ոչ ասող չունենք։ Հիմա իմ ասածը հետեւյալն է, որ երբ որ դու հասնում ես Տրամպի կաբինետ եւ գոնե երկու հատ պրիմիտիվ տարական ոչ ասողին կորցրել են Հայաստանում։ Հայաստանի կառավարական շրջանակներում։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, լավ գնացեք Տրամպի մոտ։ Լավ է տան խոչընդոտը որոշել եք տվել եք։ Լավ։ Հա լավ, էլի հարցերը չեք փագե եկել եք։ Դուք ինչ եք կարեման եք ընդհանրապես էլի։ Դե հարցերը չերել փակվելու, որովհետև դրան զուգահեռ դելիմիտացիայի դեմարկացիայի խնդիր, ապաշրջափակման հարցերը չեն փակվելու։ Խաղաղության պայմանագրով։ Մի բան ասեմ, լավ։ Տավուշում այլ որ գնում են այդ պատի մոտ նկարվում են անընդհատ։ Արդեն ներվերից վրա է ազդում այդ պատը։ Ասենք գնալու եմ մի օր դեից տեսանյութ նկարեմ։ Գնում են այդ պատի մոտ Ժորժ ջան, այս պատը, այստեղ անվտանգ է բան։ Դու քու կոմից զորքերդ հետ ես։ Ձեր նյարդերի վրա է ազդում համենտեղից ուզում եք տեսանյութ նկարել։ Այո, դու չեմ նյարդերի վրա ազդում դա շոուն։ Այդ խայտարա այդ դեք դուք եք ուզում շոու անել։ Ես ուզում եմ ասել, որ դա մեր նվաստացման պատն է։ Դա հպարտացման պատ չի։ Ինչու՞։ Ոնց ենք մենք նվաստացել։ Մենք մտել ենք դելիմիտացիայի process-ի մեջ։ Եվ դելիմիտացիայի process-ի ընթացքում եղել է տրամաբանություն, որ մենք ֆիքսված գծից, եթե առաջ ենք մենք հետ ենք գալի, ֆիքսված գծից Ադրբեջանն առաջ ենք նրա հետ գնում։ Մենք այդ ֆիքսված գծից հետ ենք եկել պատդրետ է, Ադրբեջանը մնացել է մեր տարածքում։ Ու գնում ենք ընդ նկարվում, ասում ենք ժողովուրդ, բան նայեք, էս ինչ ենք արել։ Այսինքն 12 կիլոմետր հատվածում Ադրբեջանը մեր տարածքում է մնացել։ Ջողազի ջրամբարը, ամբողջ այդ վարելահողերը, այդ գյուղերի վարելահողերը, տարածքները ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Մի միլիմետր հետ չի գնացել։ Քի դուք նոր իմացաք դա փաստորեն, ուզում եք ինձ ասեք։ Դուք անգիտեք որ հետ չեն գնացել։ Չէ, ես գիտեմ որ այդ հատվածում որտեղ դելիմիտացիա դեմարկացիա տեղի ունեցել 12 կիլոմետրը դա այդ գիծն է, որտեղից մենք էինք առաջ, ըստ այդ գծի։ Այո։ Ըստ այդ գծի մնացած տեղերը, որտեղ իրանք առաջ են, իրանք հետ չեն գնացել։ Դե բայց դելիմիտացիան հասել է այդտեղ։ Ոնց դելիմիտացիան հասել է այդտեղ։ Պաշտոնական դելիմիտացվել է այդ հատվածը։ Ընդհանրապես այդ հատվածում դելիմիտացիա չի եղել։ Քանի որ այդ դելիմիտացիան որ անում էին, ես գոռում էի սա օրը,
որ դա դելիմիտացիա չի, դա ուղղակի միակողմանի մեր հողերը, մեր վերահսկողության տակ եղած հողերը հանձնելու process է։ Ինչու՞։ Որովհետև դելիմիտացիայի կանոնակարգը չէր ստորագրվել եւ ստորագրվեց եւ ընդունվեց։ Դելիմիտացիան, որ հիմա որ դա ինձ տանեն, նոր կասենք դելիմիտացիա։ Համարքյան, եւս մեկ հարց, ուրեմն վերջերս Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգը։ Դրա մասին չէ որ հիմա ուզում եմ խոսենք, այլ ձեր արձագանքի մասին եմ ուզում խոսել դրա վերաբերյալ։ Դուք երբ դրա մասին եւս խոսեցիք, այսինքն անդրադարձակ Ադրբեջանի արձագանքին, որոնք երբ որ Բաքուն արձագանքել էր այդ համաձայնագիրը եւ դժգոհել էր այդ փաստաթղթից։ Հասկանալի է որ Բաքուն կարող է դժգոհել, որովհետեւ այնտեղ կարող են գտնել ձևակերպումներ, որոնք իրենց շահերի չեն բխում կամ հպվում են իրենց շահերին, հա։ Իրենց դժգոհությունը տիրաժավորելու կամ դրա մասին հայտարարել ինչով էր պայմանավորված ձեր կողմից։ Բաքվի դժգոհությունը դա դժգոհություն չի։ Բաքուն ասում է, որ այդ փաստաթղթը հակասում է Վաշինգտոնում ստորագրված, այդ որ այդքան բոլորը թմկահարում եք։ Նախաստորագրված համաձայնագրին։ Ոսպե եղբայր օգոստոսի 8-ին։ Բոլորը չէ, մենք ուզում ենք հասկանալ, որ թմկահարումը լավ ձեզ առանձնացրեցինք։ Ասում եմ եղբայր եկել ես իմ այդ Վաշինգտոնում բան է ստորագրել, այն կետերը, որ ես դեմ էի, որ ստորագրեն, որ չհամաձայնվեն ու չենք համաձայնվել, ասեմ ձեզ։ Երկար ամիսներ չենք համաձայնվել այդ կետերին։ Այդ կետերին Հայաստան համաձայնվել է այս տարվա հունվար ամսին։ Այդ կետերը դու որ ընդունել ես, դրանից հետո գնաց է թուղթ է ստորագրել, որը հակասում է քո նախաստորագրած թղթերին։ Ավելին ձեզ ասեմ, դու նաև համաձայնվել ես, որ այդ նախաստորագրված թուղթը, որը դեռ չես ստորագրել, չես վավերացրել, պատրաստ ես իմպլեմենտացնես։ Ես ոչ թե Ադրբեջանի արձագանքը հետևյալի մասին է, որ Հայաստանի Հանրապետության բանակցողները, Հայաստանի Հանրապետության անունից Վաշինգտոնում այդ գործանողները, հունվարին համաձայնվողները բացարձակապես չեն հասկանում ինչերի տակ են ստորագրել, որի արդյունքում մեր շատ թանկ գործընկերներին, Եվրոմիության, վաղը մյուս օրը ուրիշ տեղերի մենք դնելու ենք մի իրավիճակում, որ այն ինչ որ իրանց հետ ստորագրում ենք, հակասության մեջ մտնելու պայմանագրի հետ, այսպես կոչված, եւ ուժ չի ունենալու։ Լավ, որովհետեւ այդ պայմանագրի մեջ գրված է Հայաստանի բանակցողները ենթադրենք մի պատկերացնենք ձեր տրամաբանությամբ չեն հասկանում ինչ են ստորագրել։ Եվրամիությունն էլ չի հասկանում ինչ է ստորագրել, կարդալ չգիտի Եվրամիությունը, ինչ փաստաթղթի տակ է Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել, որ դրան հակառակ Իսպանիան ունենալով նաեւ Ադրբեջանի հետ շատ կարեւոր հարաբերություններ Ադրբեջանի շահերին հակասող փաստաթղթի տակ ստորագրի Հայաստանի հետ։ Ուրեմն Եվրամիությունը Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ինքը չի կարող որոշել մենք ինչ ենք անում։ Այդ տարածքից ներս մենք ենք որոշում։ Մենք որոշել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի երրորդ ուժեր չպետք է լինեն։ Ճիշտ է։ Ադրբեջանի արձագանքներից մեկը ինչի մասին է։ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը դից հանելու եւ Հայաստանի իշխանությունները հանելու են նրանց ընդդեից։ Հաջորդ հանգամանքը։ Ասում են սահմանը Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ստորագրել է, որ ԵԱԿ Մինսկի խումբը լուծարում է եւ ինքը Արցախի օրակարգը փակել է օգոստոսի 18-ի վարչապետի ուղերձով դրան գումարած խորհրդարանի ամբիոնից, որ Արցախյան շարժումը փակել չի լինելու եւ այլն։ Դրանից հետո բայց չեղա որ փախստականները կորել են, չկան։ Ես չեմ ասում կորել։ Դրա մասին այդ մարդիկ որ փախստականի կարգավիճակ ունեն, դե ես ներդրում ունեմ, որ իրանք փախստականի կարգավիճակ են ստացել։ Ես ասում ձեզ որն է հակասում ստորագրած փաստաթղթին, եթե այնտեղ գրված է Լեռնային Ղարաբաղից փախստականներ Հայաստանում։ Հակասում է հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ երկխոսության շրջանակներում նման բառամթերք չի օգտագործում։ Զիջելը, հասկանում եք, ինչ կա զիջելը։ Հայաստանում պարբերաբար են լինում այդ թվում վարչապետի մակարդակով հայտարարություններ, բռնի տեղահանվածներ Արցախից, ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվածներ։ Օրինակ, եթե թուղթը Հայաստանն է կազմել, Հայաստան Եվրոմիություն, պետք է այնտեղ գրված լիներ էթնիկ զտում։ Այնտեղ գրված է, որ Հայաստանում հայտնվել են փախստականներ Լեռնային Ղարաբաղից։ Շատ լավ, դրա ո՞նց են հայտնվել։ Դրա հակասությունը ո՞րն է խաղաղության պայմանագրի հետ։ Անգլերենում հակասությունը խաղաղության պայմանագրի հետ նա է, որ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցը որպես այդպիսին տոտալ փակել են։ Հարցը փակել է, իրավունքներին չեն հետամուտ լինել։ Բայց փախստականները սոցիալական իրավունքներ ունեն, այստեղ պետք է։ Այն։ Եթե դու փախստական իրավունքին հետամուտ ես լինում, փախստականը վերադարձի իրավունք ունի։ Այո։ Բայց մարդը Համբուրգում ինտերվյու դերես, բայց փագենք այդ հարցերը, այն դեպքում որ Վաշինգտոնում փագել է օգոստոսի 8-ին։ Ես ձեզ ցույց եմ տալի, որ ինչ արել են ցուկ ցվանգա, նենց են խառնել իրար, իրանք գլուխ չեն հանում։ Գներեք անգլերեն դուք գիտեք, չէ՞, Արշալույս։ Երկու բառ եք քննարկենք։ Ethnic cleansing ու exodus։
Դրանք տարբեր բաներ են։ Դրանք տարբեր բաներ են։ Ադրբեջանը հերոսատորի Էքսոդուս ասում, Հայաստանը ասում է Ադրբեջանը միջազգային իր գործընկերների հետ առաջի օրվանից սկսած աշխատանք է տարել, որ էթնիկ կլինսինգ չկիրառվի։ Այսինքն մարդիկ իրանց կամքով ոչ մի սպառնալիք չունենալով հավաքվել են, որ ավտոբուսներ են նստել, ասես վեշերով, ու ինչ որ ավտոներով ինչ կարային հավ, ձուբան, ինչ կարային։ Մեկ էլ որոշել են դուրս գալ այդ տարածքից։ Որոշել են գնացել են։ Որոշել են գնացել են։ Ու դրանից հետո Հայաստանը այդքան զիջման գնալով Արևմտյան Ադրբեջանի թեման չի կարողանում փակի։ Ինչ ասեմ, այսինքն մի հատ այդտեղ հարց առաջանում, այդ նավթը, որ ինչ է կառնում, այդ հացահատիկը, որ ինչ է կառնում։ Դուք կոնֆլիկտի մեջ եք այդ կողմի հետ։ Դուք ձեր ժողովրդի փողը տալիս եք իրաց, որ դրանով է զենք առնեն, ձեր վրա կրակեն։ Նավթը դեռ չեն առել, բայց հացահատիկը Ադրբեջանից չեն առնում, Ղազախստանից են առնում կամ Ռուսաստանից։ Ճանապարհն է Ադրբեջանից գալիս։ Ադրբեջանի տարածքով։ Խի եթե sense գնա չեն կառնելու բան, Ալեն Սիմոնյանն ասավ, էսա նենց արևտուր են կանելու, նայեք ինչ է։ Դե խաղաղություն հաստատվի նորմալ է։ Իբր թե Հայաստանը բան է, Ադրբեջանի վրա վաճառելու բաներ ունի, սպասում են տանեն վաճառ։ Դուք դառնում եք Ադրբեջանի շուկան պրոստը։ Այսինքն դուք դեմ եք, որ խաղաղություն լինի։ Ես դեմ չեմ, որ խաղաղություն լինի, չկա խաղաղություն։ Չէ, երբ որ խաղաղություն լինի, նորմալ է, որ արևտուր տեղի ունենա։ Ո՞նց կլինի խաղաղություն, եթե չկան անվտանգության երաշխիքներ։ Մեզ չեն տրվել անվտանգության երաշխիքներ։ Ուկրաինան, որ հետ գանք էլի Վիտկոֆի այդ թղթերին։ Ինչ է ասում, ինքը չի համաձայնվում այդ թղթերին։ Խի, որովհետև այդ թղթերը չնայած նրան, որ իր մեջ պարունակում անվտանգության երաշխիք, ինքը արդեն հասել է նրան, որ դա մտելակետ որպես այդպիսի։ Այո, բայց Ամերիկայի մեծ նահանգները որպես այդպիսին այսինքն անվտանգության երաշխիք որպես այդպիսի ստացել են։ Ոչ, ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման երաշխիք են պատրաստ տան Ուկրաինային։ Մարդիկ իրանց հետևողական չզիջելու արդյունքում հասել են դրան։ Եթե նայեք Ստամբուլյան փաստաթղթերը, այնտեղ չունենք նման բան։ Պարոն Մարուկյան, երկրի կեսը կորցրել են դրա արդյունքում։ Ինչի արդյունքում։ Մեծ չզիջողականություն։ Հասկացա, մենք բան չենք կորցրել։ Կորցրել ենք, բայց կարող ենք էլ ավելի ոչ մի բան։ Դուք շատ լավ գիտեք, որ սեպտեմբերին ինչ եղի 2022 թվականին։ Եթե Հայաստանը անզիջում մնար, էլ ավելի ինչ էր կորցնելու, եթե Ադրբեջանը չուներ զսպիչ հանգամանքներ, գործոններ եւ այլ եւ այլը։ Մենք հիմա չենք Դուք այն ժամանակ էիք դա։ Դուք այն ժամանակ էիք դա օրինակ բերում, որ Հայաստանը կարող ավելին կորցնել։ Թույք է Զելենսկի օրինակը ասեմ։ Ես Հայաստանը որ կարող ավելին կորցնի, այս տաղավարում Թաթուլ Հակոբյանի հետ պատերազմի ժամանակ հոկտեմբերի 6-ին եկել ես տաղավար, ու ասել եմ կռիվ օր առաջ, պետքա կանգնացնել։ Հետո ամսի 10-ին էլի չկանգնել։ Բայց հիմա ասում եք պետք է կռվել։ Ոչ, ես նման բան չեմ ասել։ Դուք ասեք մարդկանց ասած եմ մանիպուլյացիա։ Չէ, պետք է կռվել այն մասով։ Տեսեք, պայքարելը Ադրբեջանի հետ կոնկրետ շատ սկզբունքային հարցերում զիջումների չգնալը մենք տեսել ենք ինչի է բերել։ Ինչի է բերել։ Սեպտեմբերյան հարձակման։ Եղբայր քեզ խաղաղության պլան են առաջարկել, խաղաղության պլանը մերժելիս պատերազմ ա եղել։ Այսինքն դուք բանը Ղարաբաղի մասը համեմատում եք Հայաստանի 20 թվականի սեպտեմբերը։ Հայաստանի մասը 22 թվականի սեպտեմբերի նկատի ունեմ։ Ես ասում եմ հետեւյալը, որ մենք հասել ենք բանակցային ֆորմատով Թրամփի աշխատասենյակ։ Եվ կարայինք ստանայինք բազմաթիվ բաներ, չենք ստացել։ Այսինքն լավ չենք բանակցել։ Չենք բանակցել։ Ոչ թե լավ չենք բանակցել, չենք բանակցել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլետ տաղավարում ես զրուցեցի Էդմոն Մարուկյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։